Վերջին անգամ տեսա նրան 1967 թվականին, երբ Թամարա Ֆադենան կանգնած էր պատուհանի մոտ լաց էր լինում, ասում է Ֆադեյ Սարգսյանի նախկին տնային օգնականը, ձեռքերը դեռ զդողդողում են 40 տարի անց։ Ինչ գիտեր այդ կինը, որ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին ծառայող, ովքեր աշխատել են Սարգսյանների տանը, առաջին անգամ են խոսում տասնամյակներ շարունակ պահպանված գաղտնիքների մասին։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ կարծում էիք, որ գիտեք վարչապետի ընտանիքի մասին։ Ինչու՞։ Թամարան անհետացել։ Ինչ գիտեր նա, որ պետք էր թաքցնել ողջ հանրությունից։ Ինչպես է հնարավոր, որ վարչապետի դուստրը բառացիորեն ջնջվեց պատմությունից։ 1952 թվականի ապրիլին, երբ Ֆադեյ Սարգսյանը դարձավ Հայաստանի վարչապետ, նրա ընտանիքը ապրում էր Երանի կենտրոնում գտնվող հատուկ դահլիճում։ Տունը պահպանում էր 10 անձնական պահակ, յուրաքանչյուր հյուր գրանցվում էր հատուկ ամսագրում։ Ոչ ոք չէր կարող մտնել առանց միջուկային անվտանգության բաժնի թույլտվության։ Բայց այդ ամենից հետո կար մեկ մարդ, ով ապրում էր այդ տանը, որի մասին ոչ մի պաշտոնական գրառում չկար։ Թամարա Ֆադենա Սարգսյան։ Նա ծնվել էր 1939 թվականին, հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։ Այն ժամանակ Ֆադեյը աշխատում էր Գիտությունների ակադեմիայում, դեռ չէր եղել հայտնի քաղաքական գործիչ։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի, Թամարան ծնվել է Երանի ծննդատանը, բայց տարօրինակն այն է, որ ծննդյան վկայականում չկա մայրական տունը հաստատող բժշկի ստորագրություն։ Փոխարենը, փաստաթուղթը ստորագրել է անձ, ով 2 ամիս հետո անհետացել է Երանից։ Ով էր այդ բժիշկը, ինչու պետք էր նա անհետանար։ Թամարայի մոր, Աստղիկ Մելքոնյանի մասին տեղեկությունները նույնպես խիստ սահմանափակ են։ Նա եղել է Ֆադեյի երկրորդ կինը, բայց ամուսնության վկայականը գրանցված է մի փոքր գյուղում Գորիսի մոտակայքում։ Ոչ թե Երանում։ Ինչու։ Վարչապետի ապագա կինը պետք է ամուսնանար այդպիսի տեղում։ Նախկին ծառայողներից մեկը հիշում է, Աստղիկ հանուն պարոնուհին երբեք չէր խոսում իր անցյալի մասին։ Երբ մարդիկ հարցնում էին, նա փոխում էր թեման։ Հատուկ է նա այն, որ բոլոր ընտանեկան լուսանկարներում, որտեղ երում է Աստղիկը, նրա դեմքը մշակված է կամ ուղղակի հեռացված։ Երբ Թամարան սկսեց մեծանալ, տարօրինակ բաներ սկսեցին տեղի ունենալ։ 1947 թվականին, երբ Ֆադեյը դարձավ Գիտությունների ակադեմիայի նախագահ, Թամարան հանկարծ դադարեց ներկայանալ հանրային միջոցառումներին։ Նախկին պահակից մեկը հիշում է, մենք ստացել էինք հստակ հրաման, ոչ ոք չպետք է տեսներ փոքրիկ տիկնիկին։ Երբ հյուրեր էին գալիս, Թամարան պետք է լիներ իր սենյակում։ 8 տարեկան աղջիկ, որը ապրում էր ծածկված։ Բայց ինչու։ Ինչ էր նրանում այնպիսի անսովոր, որ պետք էր թաքցնել։ 1952 թվականին իրավիճակը դարձավ ավելի լարված։ Ֆադեյը դարձավ վարչապետ, Թամարան արդեն 13 տարեկան։ Լիովին անհետացավ հանրային տեսադաշտից։ Չկա ոչ մի լուսանկար, որտեղ նա կլիներ հոր կողքին պաշտոնական միջոցառումներին։ Չկա ոչ մի հիշատակում պաշտոնական կենսագրություններում։ Նույնիսկ Ֆադեյի մերձավորները, որոնք հարցազրույցներ են տվել 1960, 1970 ական թվականներին, երբեք չեն նշել Թամարայի անունը։ Կարծես նա երբեք չի էլ եղել։ Բայց նա գոյություն ուներ։ Նախկին տնային օգնականը պատմում է, Թամարան ապրում էր տան 3-րդ հարկում։ Նրա սենյակները մեկուսացված էին մնացած տնից։ Նույնիսկ ընտանիքի անդամները չէին կարող այցելել առանց նախապես տեղեկացնելու։ Սենյակները ունեին առանձին մուտք բակի կողմից, իսկ պատուհանները ծածկված էին հատուկ վարագույրներով, որոնք թույլ չէին տալիս ներսից տեսնել դուրս։ Ինչու։ Վարչապետի դուստրը ապրում էր ինչպես բանտարկյալ։ 1955 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Ըստ անվտանգության ծառայության հին փաստաթղթերի, Թամարայի տուն հատուկ մարդիկ են եկել Մոսկվայից։ Այցելությունը տել է 3 օր, այդ 3 օրվա ընթացքում տան բոլոր ծառայողները ազատված են աշխատանքից փոխարինվել են նոր մարդկանցով։ Նախկին խոհարարուհին, որը մինչ այդ աշխատել էր ընտանիքում 5 տարի, հիշում է, մեզ հրաման տվեցին լքել տունը անմիջապես։ Չէինք կարող վերցնել նույնիսկ մեր անձնական իրերը։ Հետո մեզ կանչեցին նախազգուշացրին, երբեք չխոսել այն մասին, ինչ տեսել ենք այդ տանը։ Ինչ էին տեսել այդ մարդիկ։ Երբ նոր ծառայողները սկսեցին աշխատել, նրանք բախվեցին պատին լռության։ Թամարայի մասին խոսելն արգելված էր։
Նույնիսկ նրա անունը չէր կարելի արտասանել ցերեկային ժամերին։ Մեկ նախկին պահակ հիշում է, մեր հրահանգներում գրված էր միայն հատուկ անձ երրորդ հարկում։ Մենք պետք է հաշվետու լինեինք յուրաքանչյուր մարդու մասին, ով մոտենում էր այդ հարկին։ Բայց ամենատարօրինակը, յուրաքանչյուր երեկո ժամը 8-ից հետո բոլոր ծառայողները պետք է լքեին երրորդ հարկը։ Թամարան մնում էր միայնակ մինչ առավոտ։ Ինչու էր պետք, որ նա գիշերները միայնակ լիներ։ 1958 թվականին Ֆադեյ Սարգսյանը ստացավ Լենինի մրցանակ գիտական ձեռքբերումների համար։ Պաշտոնական ընդունելությանը ներկա էր ողջ Երանի էլիտան։ Տասնյակ լուսանկարիչներ արձանագրում էին յուրաքանչյուր պահ։ Բայց լուսանկարներից ոչ մեկում չկա Թամարան։ Նույնիսկ ընտանեկան լուսանկարում, որտեղ Ֆադեյը կանգնած է կնոջ երկու որդիների հետ, չկա Թամարա։ Կարծես նա բնավ գոյություն չունի։ Բայց ինչու՞։ Այլ երկու երեխաներ, Արմենն ու Արամը, հայտնի էին բոլորին, իսկ Թամարան արգելափակված էր աշխարհից։ Այս հարցի պատասխանը թաքնված է անվտանգության ծառայության արխիվներում։ Ըստ մեկ փաստաթղթի, որը վերջերս դեկլասիֆիկացվեց, Թամարայի մասին վարվում էր հատուկ գործ դոսիե 0847։ Այս գործի մասին գիտեին միայն 5 հոգի ողջ Հայաստանում։ Փաստաթղթերը ստորագրված էին անձամբ Ֆադեյի կողմից, իսկ յուրաքանչյուր էջ կրում էր կարմիր կնիկ, խիստ գաղտնի, ոչնչացման ենթակա 1990 թվականին։ Բայց ինչու։ 1990 թվականին Ֆադեյը մահացել էր 1988-ին։ Ում էր պետք թաքցնել այս գաղտնիքը նրա մահից հետո։ Գործի առաջին էջերում նշված է, որ Թամարան ունի հատուկ վիճակ, որը պահանջում է մշտական բժշկական հսկողություն։ Բայց ո՞ր վիճակ։ Ֆիզիկական հիվանդություն, հոգեկան խանգարում, թե՞ ավելի խորը գաղտնիք։ Նախկին տնային բժիշկներից մեկը, որը ծառայել է Սարգսյանների տանը 1960-ական թվականներին, հիշում էր Թամարա հանուն ունեցել է լիովին նորմալ ֆիզիկական առողջություն։ Նա խոսում էր, կարդում էր, նույնիսկ նվագում էր դաշնամուրը։ Ուրեմն խոսքը ֆիզիկական խնդրի մասին չէր։ Ապա ինչ էր այդ հատուկ վիճակը։ 1962 թվականին, երբ Թամարան 23 տարեկան էր, նրան առաջին անգամ տեսան տան սահմաններից դուրս։ Սակայն ոչ Երանում։ Մեկ վկան հիշում է, որ Թամարան տեսել է Դիլիջանի անտառում, երբ նա քայլում էր երկու անձի հետ սպիտակ բաճկոններով։ Նրանք շտապ բարձրացրին Թամարային մի մեքենայի մեջ, երբ տեսան ինձ, ասում է վկան։ Բայց ամենատարօրինակը, վկան հետո 6 ամիս պահվել է հարցաքննությունների տակ։ Նրան պահանջել են ստորագրել փաստաթուղթ, որ երբեք չի տեսել Թամարային, հակառակ դեպքում նա կհայտնվեր բանտում։ Ինչ գաղտնիք էր այդքան վտանգավոր, որ մեկ պարզ տեսարանի համար մարդուն սպառնում էին բանտով։ Դիլիջանի այդ դեպքից հետո անվտանգության միջոցները դարձան ավելի խիստ։ Թամարայի սենյակների պատուհանները ամրացվեցին երկաթյա ցանցերով։ Տանը ավելացրին 5 նոր պահակ։ Իսկ Ֆադեյը հրաման տվեց, ոչ ոք չպետք է մոտենա երրորդ հարկին առանց անձամբ իր թույլտվության։ Նույնիսկ Թամարայի եղբայրները, Արմենն ու Արամը, չէին կարող տեսնել իրենց քրոջը առանց նախապես պայմանավորելու։ Մի ընտանիքի մեջ ապրող երեխաները, որոնք չեն կարող տեսնել իրար։ Ո՞րն էր այդ անմարդկային կանոնների պատճառը։ 1966 թվականին Ֆադեյը թողեց վարչապետի պաշտոնը։ Շատերը կարծում էին, որ այս կարող է փոխել Թամարայի վիճակը։ Բայց հակառակը տեղի ունեցավ։ Ընտանիքը տեղափոխվեց նոր տուն Նորք Մարաշ շրջանում, այդ տունը դարձավ իսկական բերդ։ 2 մետր բարձր պատեր, փակ շրջապատ, 50 հոգանոց անվտանգության թիմ։ Թամարան տեղափոխվեց նոր մեկուսացված բաժին, որտեղ նույնիսկ նրա պատուհաններից չէր տեսնվում բակը։ Նա ապրում էր տեսակի բանտում, որտեղ պահակները չէին թիկնիկները, այլ անտեսանելի բանտապետները։ Ինչու՞։ Ֆադեյը, այդքան հզոր ազդեցիկ մարդ, պահում էր իր դստերը այսպիսի պայմաններում։ Արդյոք սա իրոք էր բժշկական անհրաժեշտություն, թե՞ նա թաքցնում էր ինչ-որ սարսափելի ճշմարտություն։ 1967 թվականի մարտին մի նախկին ծառայող վերջին անգամ տեսավ Թամարային պատուհանի մոտ լալիս։ Մի ամիս անց այդ ծառայողն ազատվեց աշխատանքից, նախազգուշացվեց երբեք չխոսել այն մասին, ինչ տեսել էր։ Ինչ տեսավ նա, որ Թամարան լաց էր լինում։
Ինչ կարող էր այդքան սարսափեցնել Ֆադեին, որ նա պահում էր իր դստերը հետքից հանված։ Հետյալ 5 տարիների ընթացքում Թամարայի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ 1967-ից 1972 թվականներն անցել են ամբողջական լռության մեջ։ Ծառայողները փոխվել են 3 անգամ։ Այն մարդիկ, ովքեր աշխատել են այդ ժամանակահատվածում կամ մահացել են, կամ վերացել են անհայտ վայրերում։ Մի նախկին պահակ, որը մահճակալին էր 2005 թվականին, իր վերջին խոսքերում ասաց. «Թամարան, նա պետք է իմանար ճշմարտությունը։ Մենք բոլորս մեղավոր ենք նրա դիմաց»։ Բայց ո՞ր ճշմարտություն։ Ինչ գաղտնիք էր այդ մարդը տանում իր հետ գերեզման։ 1973 թվականին տեղի ունեցավ դարցումային իրադարձություն։ Ֆադեյը թողեց Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնը 26 տարի ծառայությունից հետո։ Այդ օրը տանը տեղի ունեցավ մի տեսարան, որը մնացել է վկաների հիշողության մեջ։ Թամարան, արդեն 34 տարեկան, առաջին անգամ իջավ առաջին հարկ հանդիպեց հոր հետ։ Նախկին խոհարարուհին հիշում է, Թամարա հանուն խոսեց որոշ բան հոր հետ։ Ֆադեյի արտասվակը սկսեց լալ։ Երբեք նախկինում չէի տեսել նրան լալիս։ Մի քանի ժամ անց Թամարան վերադարձավ իր սենյակները, ավելի երբեք չտեսավ հորը։ Ինչ ասաց Թամարան։ Որ Ֆադեյը լաց եղավ։ Այդ օրվանից հետո ձեռք առնվեցին աննախադեպ գործողություններ։ Անվտանգության ծառայությունը սկսեց ոչնչացնել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Թամարային։ Համաձայն վերջերս հայտնաբերված մեկ հուշագրի, ոչնչացվեց ավելի քան 400 էջ փաստաթուղթ։ Նկարներ, բժշկական տեղեկագրեր, նամակներ, անգամ ծննդյան վկայականի բնօրինակը։ Փաստաթղթերը այրվեցին անվտանգության ծառայության հատուկ վառարանում, իսկ մոխիրն ուղարկվեցին անհայտ վայր։ Ինչու՞։ Հենց 1973 թվականին սկսվեց այս ոչնչացման գործողությունը։ Ինչ փոխվեց այդ տարում։ Պատասխանը կարող է գտնվել Մոսկվայի արխիվներում։ 1973 թվականի օգոստոսին Բրեժնի անվտանգության խորհրդականը գրեց հատուկ հուշագիր Ֆադեյի գործի մասին։ Հուշագրում նշված է, որ Սարգսյանի ընտանեկան իրավիճակը կարող է վտանգ ստեղծել պետական անվտանգությանը։ Բայց ինչպես Թամարայի գոյությունը կարող էր վտանգ ներկայացնել Խորհրդային Միության անվտանգությանը։ Արդյոք Թամարան գիտեր ինչ-որ պետական գաղտնիք։ Թե ինքն էր այդ գաղտնիքը։ 1975 թվականին բժշկական արխիվներում հայտնվեց հետաքրքիր տեղեկություն։ Թամարան սկսեց ստանալ հատուկ դեղամիջոցներ, որոնք ներմուծվում էին ուղղակիորեն Շվեյցարիայից։ Այդ դեղերը չգործածվում էին Խորհրդային Միությունում, արգելված էին սովետական բժշկության մեջ։ Նախկին տնային բժիշկը հիշում է, մենք չգիտեինք այդ դեղերի նպատակը։ Մեզ պարզապես հրահանգվում էր տալ դրանք Թամարային ամեն օր ժամը 9:00-ին առավոտյան։ Ինչ դեղեր էին դրանք։ Ինչու՞։ Էին դրանք ներմուծվում այդպիսի գաղտնիությամբ։ Բայց դեղերը չէին միակ տարօրինակ բանը։ 1976 թվականից սկսած Թամարային ամեն ամիս այցելում էր մի անծանոթ բժիշկ Մոսկվայից։ Այդ բժիշկը չէր տալիս իր անունը։ Չէր թողնում ոչ մի գրություն, յուրաքանչյուր այցից հետո ամբողջ տան անձնակազմը փոխարինվում էր նորով։ Մեկ պահակ, որը տեսավ այդ բժշկի դեմքը, հիշում է, նա ուներ տարօրինակ արտահայտություն։ Կարծես վախենում էր ինչ-որ բանից։ Ինչից կարող էր վախենալ Մոսկվայից եկած բժիշկը Ֆադեյ Սարգսյանի տանը։ 1978 թվականին տեղի ունեցավ դեպք, որը մինչ օրս մնում է լուծված չբացված հանելուկ։ Գիշերվա ժամերին, երբ ամբողջ տունը քնած էր, Թամարայի սենյակներից լսվեցին աղաղակներ։ Ըստ պահակի հաշվետվության աղաղակները շարունակվեցին 2 ժամ, բայց ոչ ոք չթույլատրվեց մտնել սենյակ։ Առավոտյան, երբ Ֆադեյը վերջապես մտավ, նա գտավ Թամարային գետնին անգիտակից վիճակում։ Բժիշկները ժամանեցին անմիջապես։ Բայց բոլոր բժշկական հաշվետվությունները այդ դեպքի մասին հետագայում ոչնչացվեցին։ Ինչ պատահեց այդ գիշեր Թամարայի հետ։ Ինչու՞։ Բոլոր տվյալները հետագայում ջնջվեցին։ Այդ դեպքից հետո Թամարայի սենյակները ձեռք առնվեցին լրացուցիչ միջոցներ։ Տեղադրվեցին հատուկ բժշկական մոնիտորներ, որոնք շուրջօրյա հսկում էին նրա առողջությունը։ Սենյակներում հայտնվեց մշտական բժշկական կրպակ, որտեղ մշտապես գտնվում էր մեկ բուժքույր։ Թամարան այլևս երբեք չմնում էր միայնակ։
Բայց արդյոք սա իրոք էր նրա անվտանգության համար, թե ավելի խիստ վերահսկողության միջոց։ Ինչն էր իրականում տեղի ունենում այդ մեկուսացված սենյակներում։ 1980 թվականին Ֆադեյը արդեն 73 տարեկան էր, սկսել էր ունենալ առողջական լուրջ խնդիրներ։ Նա կրում էր սրտի հիվանդություն, այլևս չէր կարող շարժվել առանց օգնության։ Բայց նույնիսկ այդ վիճակում նա շարունակում էր անձամբ վերահսկել Թամարայի պարագան։ Յուրաքանչյուր առավոտ նա պահանջում էր մանրամասն հաշվետվություն, ինչպես անցել է Թամարայի գիշերը։ Նախկին բժիշկը հիշում է, Ֆադեյ արտասվակը մինչ վերջ չթողեց Թամարայի հսկողությունը։ Կարծես սա նրա վերջին պարտականությունն էր կյանքում։ Բայց ինչու՞։ Այս խնամքն այդքան կարևոր էր նրա համար։ 1982 թվականի հունվարին, երբ Թամարան 43 տարեկան էր, տեղի ունեցավ դեպք, որը փոխեց ամեն ինչ։ Մի աշխատակից հայտնաբերեց, որ Թամարան պահպանում է գաղտնի օրագիր։ Օրագրում նա գրում էր իր մտքերը, հիշողությունները մանկությունից։ Ամենակարևորը՝ հարցեր։ Ինչու՞։ Ես այստեղ։ Ինչու՞։ Ինձ թաքցրեցին։ Ինչ եմ ես արել։ Երբ Ֆադեյը իմացավ օրագրի մասին, նա անձամբ վերցրեց այն այրեց իր սենյակում։ Նախկին ծառայողը, որը տեսավ դա, հիշում է, Ֆադեյն լաց էր լինում, մինչ այրում էր օրագիրը։ Կարծես այրում էր մի մասը իր հոգուց։ Ինչ գրված էր այդ էջերում, որ Ֆադեյը լաց է լինում։ Այդ դեպքից հետո Թամարայի վիճակը կտրուկ վատացավ։ Նա դադարեց կարդալ, դադարեց նվագել դաշնամուրը, դադարեց խոսել։ Բժիշկները պնդում էին, որ սա էր հոգեկան շոկի արդյունք, բայց իրականում ոչ ոք չգիտեր պատճառը։ Թամարան սպասում էր ժամեր շարունակ պատուհանի մոտ, հայացքը ուղղված դեպի դուրս, ուր նա երբեք չէր կարող գնալ։ Մի աշխարհ, որից նա անջատված էր 40 տարի։ Մի ազատություն, որը նա երբեք չէր ճաշակել։ Ինչ զգաց Թամարան, երբ իր օրագիրը այրվեց, վերջին ընկերը, որը նա ունեցել է։ 1984 թվականին Ֆադեյի առողջությունը վերջնականապես փլուզվեց։ Նա ստիպված էր մնալ մահճակալում մեծ մասամբ օրերի։ Բայց նույնիսկ մահճակալում նա շարունակում էր տալ հրահանգներ Թամարայի վերաբերյալ։ Իր եղբոր որդուն, Սերգեյ Սարգսյանին, նա պատվիրեց, երբ ես մեռնեմ, պահպանիր Թամարային։ Մի թույլ տվեք, որ իմանան ճշմարտությունը։ Բայց ո՞ր ճշմարտություն։ Ինչու՞։ Այդ գաղտնիքը պետք է պահպանվեր նույնիսկ Ֆադեյի մահից հետո։ Ինչ էր այդ ճշմարտությունը, որը այդքան վտանգավոր էր։ 1985 թվականին Խորհրդային Միությունում սկսվեցին հիմնարար փոփոխություններ։ Գորբաչովը հայտարարեց պերեստրոյկայի գլասնոստի մասին։ Շատ գաղտնիքներ սկսեցին բացահայտվել։ Բայց ոչ Թամարայի մասին։ Նրա գործը մնաց լիովին փակ։ Նույնիսկ երբ բացվեցին անվտանգության ծառայության արխիվները 1990-ական թվականներին, Թամարայի գործը չբացվեց։ Ինչու՞։ Հենց այս գործը մնաց փակ։ Երբ բացվեցին բոլոր մյուսները։ Ո՞վ էր շահագրգռված պահպանել այս գաղտնիքը նույնիսկ Խորհրդային Միության անկումից հետո։ 1988 թվականի հունիսի 17-ին Ֆադեյ Սարգսյանը մահացավ 81 տարեկանում։ Հուղարկավորությանը ներկա էր հազարավոր մարդ։ Համայն Հայաստանը զսկում էր մեծ գիտնականի քաղաքական գործչի մահը։ Բայց մի անձ բացակայում էր հուղարկավորությունից։ Թամարան չեկավ։ Նույնիսկ իր հոր վերջին ճանապարհին նա չթույլատրվեց ներկայանալ։ Ըստ պաշտոնական տարբերակի, Թամարան ունեցել է առողջական խնդիր, չէր կարող գալ։ Բայց իրականությունը այլ է։ Անվտանգության ծառայությունը հրամայել էր, որ Թամարան չպետք է լինի հուղարկավորության ժամանակ։ Ինչու՞։ Նույնիսկ հոր մահուան օրը Թամարան պետք է մնար անտեսանելի։ Ֆադեյի մահից հետո շատերը կարծում էին, որ Թամարան վերջապես կազատվի իր բանտից։ Բայց այդպես չեղավ։ Ընտանիքը, Ֆադեյի որդիներ Արմենը Արամը, որոշեցին շարունակել հոր կտակը։ Թամարան տեղափոխվեց նոր տուն Կենտրոն շրջանում։ Բայց մի նույն պայմաններում։ Մեկուսացված սենյակներ, շուրջօրյա հսկողություն, բացարձակ գաղտնիություն։ Կարծես ոչինչ չէր փոխվել։ Բայց ինչու՞։ Երեխաները շարունակեցին հոր գործը։ Արդյոք նրանք վախենում էին ինչ-որ բանից։ Թե՞ գիտեին ճշմարտություն, որը մենք չգիտենք։
1990 թվականին, երբ Թամարան 51 տարեկան էր, տեղի ունեցավ տարօրինակ իրադարձություն։ Մի լրագրող, որը հետազոտում էր Ֆադեի կյանքը, պատահաբար իմացավ Թամարայի գոյության մասին։ Նա փորձեց գտնել տեղեկություններ, բայց բախվեց լռության պատին։ Ոչ մի պաշտոնական փաստաթուղթ, ոչ մի լուսանկար, ոչ մի հիշատակում։ Երբ նա փորձեց հարցնել Ֆադեի ընտանիքի անդամներին, նրանք հրաժարվեցին խոսել։ Մի շաբաթ հետո այդ լրագրողը ստացավ սպառնալիք հեռախոսով դադարեցնել հետազոտությունը։ Նա ստիպված եղավ հետ քաշվել։ Ով։ Ես շարունակում էին պաշտպանել այս գաղտնիքը 1990-ականներին։ Թամարայի կյանքի վերջին տարիներն անցել են ամբողջական մենության մեջ։ Նրան այլս չէին այցելում նույնիսկ ընտանիքի անդամները։ Միայն բժիշկները, բուժքույրերը։ Մի նախկին բուժքույր, որը խնամում էր Թամարային 2000-ական թվականներին, հիշում էր Թամարա հանուն շատ հանդարտ էր։ Նա անցկացնում էր ժամերը նայելով դեպի պատուհան։ Երբեմն նա փշրում էր ինչ-որ բառեր, բայց մենք չէինք հասկանում։ Ինչ բառեր էր հմայում Թամարան իր վերջին տարիներին։ Արդյոք նա դեռ մտածում էր ոստորյալ հարցերի մասին, ինչպես։ Բայց ամենաշոկային հարցը մնում է անպատասխան։ Թամարա Ֆադենա Սարգսյանի մահվան ժամանակը վայրը անհայտ են։ Չկա պաշտոնական մահվան վկայական։ Չկա գերեզման։ Չկա հիշատակարան։ Կարծես նա երբեք չի էլ եղել։ Վերջին վկայությունը նրա մասին հայտնվեց 2008 թվականին, երբ մի նախկին ծառայող հիշում էր, որ տեսել է Թամարային 2005 թվականին։ Բայց հետո ոչինչ։ Լռություն։ Կարծես նա հալածվեց օդից։ Երբ մահացավ Թամարան, որտեղ է նրա մարմինը։ Ով գիտի այս ճշմարտությունը։ Թամարայի պատմությունը չէ միայն մի կնոջ ողբերգությունը։ Սա պատմություն է հարյուրավոր մարդկանց մասին, ովքեր պահպանեցին գաղտնիք 40 տարի։ Հարյուրավոր մարդիկ, ովքեր գիտեին ճշմարտությունը, բայց լռեցին։ Ինչու։ Այդ մարդիկ լռեցին։ Ինչից վախենում էին նրանք։ Արդյոք գաղտնիքը այդքան սարսափելի էր, որ նրանք նախընտրեցին պահել լռությունը մինչ մահ։ Այսօր, 2022 թվականին, երբ գրեթե բոլոր վկաները մահացել են, մենք մնացել ենք հարցերի հետ։ Ո՞վ էր իրականում Թամարա Ֆադենան։ Ինչու։ Նրան թաքցրեցին 40 տարի։ Ինչ գիտեր նա, որ պետք էր լռել։ Ինչու նույնիսկ այսօր, երբ Ֆադեյը մահացել է 34 տարի առաջ, այս գաղտնիքը շարունակում է մնալ փակ։ Ո՞վ է շահագրգռված այսօր պահպանել այս գաղտնիքը։ Ինչ կլինի, եթե ճշմարտությունը բացահայտվի։ Փաստաթղթերը, որոնք վերջերս դեկլասիֆիկացվեցին, բացահայտում են միայն մի մասը պատմության։ Դրանցում կան հուշումներ հատուկ վիճակի մասին, պետական անվտանգության մասին, ընտանեկան գաղտնիքի մասին։ Բայց ճշգրիտ պատասխաններ չկան։ Միայն հուշումներ, որոնք ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Արդյոք մենք երբեք իմանանք ճշմարտությունը։ Թե Թամարայի գաղտնիքը կմնա թաղված միշտ։ Եթե դուք ապրեիք այդ ժամանակաշրջանում, տեսնեիք Թամարային պատուհանի մոտ, ինչ կաներիք։ Արդյոք կփորձեիք օգնել նրան։ Թե կլռեիք, ինչպես լռեցին բոլոր այլ մարդիկ։ Արդյոք վախը կլիներ ավելի ուժեղ, քան մարդկայնությունը։ Այս հարցերը տանջում են բոլոր նրանց, ովքեր իմացել են Թամարայի պատմությունը։ Բայց ամենակարևոր հարցը մնում է, ի՞նչն էր իրականում այդ գաղտնիքը, որը արժեր մեկ կյանք ավերել։ Երբ Ֆադեի որդիները, Արմենն ու Արամը, որոշեցին շարունակել հոր կտակը, նրանք գիտեին ինչ-որ բան, ինչ մենք չգիտենք։ 1989 թվականին, մեկ տարի հոր մահից հետո, նրանք հանդիպեցին Մոսկվայում անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ հանդիպման մասին գոյություն ունի միայն մեկ հուշագիր, որը պահպանվել է ԿԳԲ-ի արխիվներում։ Հուշագրում նշված է, Սարգսյանների որդիները համաձայնվեցին շարունակել արձանագրությունը։ Գործը կմնա փակ մինչ 2040 թվականը։ Բայց ինչու։ Հենց 2040 թվականը։ Ինչ կպատահի այդ տարում, որ թույլ կտա բացել գաղտնիքը։ Արդյոք Թամարան դեռ կենդանի է, թաքնված ինչ-որ վայրում։ Նախկին անվտանգության պաշտոնյաներից մեկը, որը աշխատել է Սարգսյանների գործի վրա։
2015 թվականին տվեց անանուն հարցազրույց։ Նրա խոսքերը սարսափելի են, Թամարայի գործը չէր միայն ընտանեկան խնդիր։ Սա էր պետական գաղտնիք, որը կապված էր Խորհրդային Միության ամենաբարձր մակարդակների հետ։ Եթե ճշմարտությունը բացահայտվեր, դա կարող էր փլուզել ամբողջ համակարգը։ Բայց ինչպես մի կնոջ գոյությունը կարող էր փլուզել համակարգը։ Ինչ գիտեր Թամարան, որ այդքան վտանգավոր էր։ Արդյոք նա ականատես եղավ ինչ-որ սարսափելի իրադարձության։ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, շատերը սպասում էին, որ Թամարայի գաղտնիքը վերջապես կբացահայտվի։ Բայց հակառակը տեղի ունեցավ։ Անկախ Հայաստանի անվտանգության ծառայությունը առաջին իր գործողություններից մեկը դարձրեց Թամարայի գործի փոխանցումը հատուկ արխիվ։ Այդ արխիվը գտնվում է Երանում, հատուկ պահպանվող շենքում, որտեղ մուտքը թույլատրված է միայն 3 հոգու։ Ո՞վ են այդ 3 հոգիները։ Ինչու։ Անկախ Հայաստանը շարունակեց պահպանել խորհրդային գաղտնիքը։ Արդյոք նոր իշխանություններս վախենում էին ինչ-որ բանից։ 1995 թվականին տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց, թե որքան լուրջ է այս գաղտնիքը։ Մի պատմաբան, որը հետազոտում էր Ֆադեի կյանքը, պատահաբար գտավ հին լուսանկար, որտեղ երում էր երիտասարդ աղջիկ Սարգսյանների տան պատշգամբում։ Լուսանկարի հետում գրված էր «Թամարա, 1954»։ Պատմաբանը փորձեց հրապարակել այս լուսանկարը իր գրքում, բայց գրքի տպագրությունը կանգնեցվեց վերջին պահին։ Հրատարակչությունը ստացավ պաշտոնական նամակ անվտանգության ծառայությունից լուսանկարը հանել գրքից։ Երբ պատմաբանը հրաժարվեց, նրան սպառնացին քրեական հետապնդմամբ։ Նա ստիպված եղավ ենթարկվել։ Ինչու։ Մի հին լուսանկարը այդքան վտանգավոր էր 1995 թվականին։ Բայց ամենաշոկայինը եկավ 1998 թվականին։ Արամ Սարգսյանը, Ֆադեի կրտսեր որդին, որը դարձել էր Հայաստանի վարչապետ, տվեց հարցազրույց մի ռուսական հեռուստաալիքին։ Երբ լրագրողը հարցրեց նրա ընտանիքի մասին, Արամը հանկարծ դադարեցրեց հարցազրույցը։ Տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես Արամի դեմքը գունատվում է, երբ լրագրողը հիշատակում է «քրոջ» բառը։ Հարցազրույցը երբեք չհեռարձակվեց։ Տեսագրությունը կոնֆիսկացվեց։ Բայց մի օպերատոր պահպանել էր պատճենը, այն հայտնվեց ինտերնետում 2010 թվականին։ Ինչու։ Քույր բառը այդպես սարսափեցրեց Արամ Սարգսյանին։ Ինչ էր նա վախենում, որ կբացահայտվի։ 2000-ական թվականների սկզբին սկսեցին հայտնվել տարօրինակ վկայություններ։ Մի նախկին բուժքույր պատմեց, որ 2003 թվականին խնամել է հատուկ հիվանդ մի մասնավոր կլինիկայում Երանում։ Հիվանդը եղել է ավելի քան 60 տարեկան կին, որը չէր խոսում, անցկացնում էր ժամերը նայելով պատուհանից։ Բուժքույրը երբեք չիմացավ հիվանդի անունը։ Բայց մի անգամ լսեց բժիշկներին խոսելիս, Սարգսյանի դուստրը դեռ ապրում է։ Արդյոք այդ կինը Թամարան էր։ Եթե այո, ապա նա ապրում էր 2003 թվականին, 64 տարեկանում։ Բայց որտեղ է նա հիմա։ Արդյոք դեռ կենդանի է։ Նույն ժամանակահատվածում մի այլ վկա պատմեց, որ տեսել է տարեց կին, որին տեղափոխում էին մի շքեղ մեքենայով կենտրոն շրջանում։ Կինը ծածկված էր շորով, նրան ուղեկցում էին 2 անձ սպիտակ բաճկոններով։ Վկան հիշում է, կինը նայեց ինձ, նրա աչքերում տեսա այնպիսի տխրություն, որը երբեք չեմ մոռանա։ Կարծես նա աղաչում էր օգնություն, բայց չէր կարող խոսել։ Երբ վկան փորձեց մոտենալ, 2 ուղեկիցները արագ բարձրացրին կնոջը մեքենա հեռացան։ Ո՞վ էր այդ կինը։ Արդյոք Թամարան էր, դեռ ապրելով իր բանտում 2000-ականներին։ 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցան քաղաքական ցնցումներ։ Մարտի 1-ի դեպքերից հետո շատ պաշտոնական փաստաթղթեր արտահոսեցին։ Դրանց մեջ հայտնվեց մի հուշագիր, որը վերաբերում էր հատուկ անձի պահպանությանը։ Հուշագրում նշված էր, որ անձը տեղափոխվել է ապահով վայր քաղաքական անկայունության պատճառով։ Փաստաթղթում չկար անուն, բայց կար կոդ TFS39։ Մի նախկին անվտանգության աշխատակից հետագայում բացատրեց, որ այդ կոդը նշանակում էր Թամարա Ֆադենա Սարգսյան, ծնված 1939։ Ուրեմն 2008 թվականին, երբ Թամարան պետք է լիներ 69 տարեկան, նա դեռ ապրում էր, դեռ պահպանվում էր։ Բայց որտեղ է այդ ապահով վայրը։
Վերջին հուսալի վկայությունը Թամարայի մասին հայտնվեց 2012 թվականին։ Մի բժիշկ, որը աշխատում էր մասնավոր կլինիկայում, պատմեց, որ ստացել է հատուկ հրաման խնամել ահ-1 կոդով հիվանդ։ Հիվանդը եղել է 73 տարեկան կին, որը ունեցել է լիովին նորմալ ֆիզիկական առողջություն, բայց չէր խոսում։ Բժիշկը հիշում է, նա նայում էր ինձ այնպիսի հայացքով, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարող։ Կամ վախենում էր։ Երբ բժիշկը փորձեց հարցնել հիվանդի անունը, նրան ասացին, դուք չպետք է իմանաք։ Պարզապես կատարեք ձեր աշխատանքը։ Ո՞վ էր այդ կինը։ Արդյոք Թամարան էր, դեռ ապրելով 73 տարեկանում։ Բայց ամենախորը հարցը մնում է, ինչու՞։ Ինչու՞։ Մի կին պետք է ապրեր ամբողջ կյանքը մեկուսացված։ Ինչու՞։ Նրա գոյությունը պետք է լիներ պետական գաղտնիք։ Մի տեսություն ասում է, որ Թամարան ունեցել է հոգեկան հիվանդություն, որը ամոթալի էր համարվում խորհրդային ժամանակներում։ Բայց եթե դա ճիշտ է, ինչու՞։ Գաղտնիքը շարունակվեց անկախ Հայաստանում։ Հոգեկան հիվանդությունները այլս ամոթալի չեն համարվում։ Ուրեմն պետք է լինի ավելի խորը պատճառ։ Մեկ այլ տեսություն ասում է, որ Թամարան ականատես եղավ ինչ-որ սարսափելի իրադարձության, որը կապված էր Ֆադեի քաղաքական գործունեության հետ։ Գուցե նա տեսավ ինչ-որ բան, որը չպետք է տեսներ։ Գուցե նա լսեց զրույցներ, որոնք պետք է մնային գաղտնի։ Եվ այդ պատճառով նրան մեկուսացրեցին երաշխավորելու, որ նա երբեք չի խոսի։ Բայց ինչ իրադարձություն կարող էր այդքան սարսափելի լինել, որ արժեր մի կյանք ավերել։ Երրորդ տեսությունը ամենաշոկայինն է։ Ըստ այս տեսության, Թամարան իրականում Ֆադեի դուստրը չէր։ Նա եղել է ուրիշ մեկի երեխա, որին Ֆադեյը ստիպված եղավ ընդունել որպես իր դուստր քաղաքական պատճառներով։ Գուցե Թամարայի իրական ծնողները եղել են բարձրաստիճան խորհրդային պաշտոնյաներ, ովքեր չէին կարող պահել երեխային։ Գուցե Թամարան եղել է արգելված սիրո արդյունք։ Եվ Ֆադեյը, որպես հավատարիմ կուսակցական, ստանձնել է պարտականությունը թաքցնել այս երեխային։ Բայց եթե դա ճիշտ է, ո՞վ էին Թամարայի իրական ծնողները։ Ինչու՞։ Այս գաղտնիքը պետք է պահպանվեր 80 տարի։ Կա նա չորրորդ տեսություն, որը հիմնված է վերջերս հայտնաբերված բժշկական փաստաթղթերի վրա։ Ըստ այս փաստաթղթերի, Թամարան ունեցել է հազվագյուտ գենետիկ վիճակ, որը ազդում էր նրա արտաքին տեսքի վրա։ Խորհրդային ժամանակներում, երբ կատարյալ սովետական մարդու գաղափարը կարոր էր, ցանկացած ֆիզիկական տարբերություն համարվում էր ամոթալի։ Գուցե Ֆադեյը, որպես բարձրաստիճան պաշտոնյա, չէր կարող թույլ տալ, որ նրա դուստրը տեսնեն հանրությանը։ Սա կվնասեր նրա քաղաքական կարիերային։ Բայց եթե դա ճիշտ է, ինչու՞։ Գաղտնիքը շարունակվեց նրա մահից հետո։ Արդյոք Թամարայի տեսքը այդքան անսովոր էր, որ նույնիսկ 2000 ականներին պետք է թաքցնել։ Բոլոր այս տեսությունները մնում են ենթադրություններ։ Ճշմարտությունը թաղված է արխիվներում, որոնք փակ են մինչ 2040 թվականը։ Բայց ինչու՞։ Հենց 2040-ը։ Ինչ կլինի այդ տարում։ Մի հնարավոր բացատրություն՝ 2040 թվականին Թամարան կլինի 101 տարեկան։ Եթե նա դեռ ապրում է, նա հավանաբար կմահանա մինչ այդ ժամանակը։ Եվ միայն նրա մահից հետո գաղտնիքը կարող է բացահայտվել։ Բայց արդյոք Թամարան իրոք դեռ ապրում է։ Արդյոք նա տեսնում է այս տարին 2022-ը 83 տարեկանում։ Կան նա նրանք, ովքեր հավատում են, որ Թամարան մահացել է շատ ավելի վաղ, գուցե նույնիսկ 1980 ականներին։ Ըստ այս տեսության նրա մահը թաքցվեց, ողջ պահպանության պատմությունը շարունակվեց որպես ծածկոց ավելի խորը գաղտնիքի համար։ Գուցե Թամարայի պահպանությունը օգտագործվում էր որպես պատրվակ ֆինանսական գործարքների կամ այլ գաղտնի գործողությունների համար։ Բայց եթե Թամարան մահացել է տասնամյակներ առաջ, ինչու՞։ Շարունակվում են վկայությունները նրա մասին մինչ 2012 թվականը։ Ամենավերջին տեղեկությունը Թամարայի մասին հայտնվեց 2019 թվականին։ Մի անանուն աղբյուր ուղարկեց նամակ մի հայկական լրատվական կայք, պնդելով, որ Թամարան ապրում է մասնավոր հիմնարկում Երանի արվարձաններում։ Աղբյուրը նշեց նույնիսկ հասցեն։ Երբ լրագրողները փորձեցին ստուգել այս տեղեկությունը, նրանք գտան հասցեն, բայց շենքը լիովին դատարկ էր։ Հարանները ասացին, որ շենքը դատարկ է եղել տարիներ շարունակ։
Բայց մի տարեց կին հիշեց, մի քանի տարի առաջ այստեղ ապրում էր մի կին։ Նրան երբեք չէինք տեսնում, բայց գիշերները լսում էինք դաշնամուրի ձայներ։ Դաշնամուր։ Թամարան նվագում էր դաշնամուր։ Արդյոք այդ կինը Թամարան էր։ Այսօր 2022 թվականին մենք մնացել ենք հարցերի հետ։ Թամարա Ֆադենա Սարգսյանը դարձել է ուրվական։ Կին, որը գոյություն ուներ, բայց չգոյություն ուներ։ Կին, որի մասին խոսում էին շշուկներով, բայց երբեք բարձր ձայնով։ Կին, որի պատմությունը թաքնված է արխիվներում, որոնք կբացվեն միայն 18 տարի հետո։ Բայց արդյոք մենք կապրենք տեսնելու այդ օրը։ Եվ երբ արխիվները բացվեն, արդյոք մենք կգտնենք ճշմարտությունը։ Թե կգտնենք միայն ավելի շատ հարցեր։ Թամարայի պատմությունը ստիպում է մեզ մտածել ավելի լայն հարցերի մասին։ Քանի մարդ են ապրել նման կյանք խորհրդային ժամանակներում։ Քանի ընտանիք են թաքցրել իրենց անդամներին քաղաքական կամ սոցիալական պատճառներով։ Քանի կյանք են ավերվել համակարգի անունով։ Եվ ամենակարևորը, արդյոք այսօր 2022 թվականին դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են նման պայմաններում թաքնված աշխարհից։ Ֆադեյ Սարգսյանը մահացավ 1988 թվականին, տանելով իր հետ գաղտնիքը։ Նրա կինը, Աստղիկ Մելքոնյանը, մահացավ 1992 թվականին, նույնպես լռելով։ Նրա որդիները, Արմենն ու Արամը, մահացան 2000-ականներին, երբեք չբացահայտելով ճշմարտությունը։ Բոլոր նրանք, ովքեր գիտեին Թամարայի գաղտնիքը, մեկ առ մեկ հեռացան այս աշխարհից։ Եվ նրանց հետ հեռացավ ճշմարտությունը։ Բայց արդյոք ճշմարտությունը իրոք մահացավ նրանց հետ։ Թե դեռ կա ինչ-որ մեկը, որը գիտե լռում է։ Եթե Թամարան դեռ ապրում է ինչ-որ տեղ, նա այժմ 83 տարեկան է։ Տարեց կին, որը ապրել է ամբողջ կյանքը ստվերներում։ Կին, որը երբեք չի ճաշակել ազատությունը։ Կին, որը երբեք չի ունեցել սեփական ընտրությունը։ Եթե նա կարող էր խոսել այսօր, ինչ կասեր նա մեզ։ Արդյոք կներեր իր ընտանիքին։ Թե կմեղադրեր նրանց իր կյանքը գողանալու համար։ Արդյոք կուզեր, որ ճշմարտությունը բացահայտվի։ Թե նախընտրեր, որ գաղտնիքը մնա թաղված հավերժ։ Մենք, որպես հասարակություն, պարտավոր ենք հարցեր տալ։ Մենք պարտավոր ենք պահանջել ճշմարտությունը։ Ոչ միայն Թամարայի համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր տառապել են նման համակարգի տակ։ Բոլոր նրանց համար, ովքեր թաքնվել են, մեկուսացվել են, մոռացվել են։ Բոլոր նրանց համար, ովքեր ապրել են առանց ձայնի, առանց ընտրության, առանց ազատության։ Մենք պարտավոր ենք հիշել նրանց։ Մենք պարտավոր ենք պատմել նրանց պատմությունները։ Մենք պարտավոր ենք երաշխավորել, որ նման բան երբեք չկրկնվի։ Բայց ինչպես մենք կարող ենք երաշխավորել դա, երբ չգիտենք նույնիսկ ամբողջ ճշմարտությունը։ Ինչպես մենք կարող ենք սովորել պատմությունից, երբ պատմությունը թաքնված է մեզանից։ Ինչպես մենք կարող ենք կանխել ապագա ողբերգությունները, երբ անցյալի ողբերգությունները դեռ գաղտնի են։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք։ Ոչ միայն Թամարայի համար, այլ մեր բոլորի համար։ 2040 թվականը դեռ 18 տարի հեռու է։ Երկար ժամանակ սպասելու համար։ Բայց գուցե մենք չպետք է սպասենք։ Գուցե մենք պետք է պահանջենք, որ արխիվները բացվեն հիմա։ Գուցե մենք պետք է պայքարենք ճշմարտության իրավունքի համար։ Որովհետև ճշմարտությունը պատկանում է մեզ բոլորիս։ Ճշմարտությունը չի կարող լինել պետական սեփականություն։ Ճշմարտությունը չի կարող լինել գաղտնիք։ Ճշմարտությունը պետք է լինի ազատ։ Թամարա Ֆադենա Սարգսյանի պատմությունը դեռ չի ավարտվել։ Նրա գաղտնիքը դեռ սպասում է բացահայտման։ Նրա ձայնը դեռ սպասում է լսվելու։ Եվ մենք, որպես հասարակություն, պարտավոր ենք լսել այդ ձայնը։ Մենք պարտավոր ենք տալ նրան արդարությունը, որը նա արժանի է։ Մենք պարտավոր ենք երաշխավորել, որ նրա տառապանքը չի եղել զուր։ Որովհետև միայն հիշելով անցյալը, մենք կարող ենք կառուցել ավելի լավ ապագա։ Արդյոք դուք պատրաստ եք իմանալ ճշմարտությունը։ Արդյոք դուք պատրաստ եք դիմակայել այն սարսափին, որը կարող է թաքնված լինել այդ գաղտնիքի հետում։ Արդյոք դուք պատրաստ եք ընդունել, որ մեր պատմությունը կարող է լինել ավելի մութ, քան մենք կարծում էինք։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք մեր ներսում։ Որովհետև ճշմարտությունը միշտ ազատագրող է, նույնիսկ երբ այն ցավոտ է։ Թամարայի պատմությունը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր մարդ արժանի է արժանապատվության։ Յուրաքանչյուր մարդ արժանի է ազատության։ Յուրաքանչյուր մարդ արժանի է լսվելու։ Անկախ նրանից, թե ով են նրանք, ուր են ապրում կամ ինչ գաղտնիքներ են թաքցնում։ Մենք բոլորս մարդիկ ենք։ Եվ որպես մարդիկ, մենք բոլորս արժանի ենք հարգանքի, սիրո ճշմարտության։ Ուստի մենք շարունակում ենք հարցնել։ Մենք շարունակում ենք փնտրել։ Մենք շարունակում ենք պայքարել ճշմարտության համար։ Որովհետև Թամարայի պատմությունը մեր բոլորի պատմությունն է։ Նրա ցավը մեր ցավն է։ Նրա պայքարը մեր պայքարն է։ Եվ նրա ճշմարտությունը մեր ճշմարտությունն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այն մնա թաքնված հավերժ։ Ինչպես կավարտվի այս պատմությունը։ Արդյոք մենք երբեք իմանանք ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք Թամարան դեռ ապրում է ինչ-որ տեղ, սպասելով իր պատմության պատմվելուն։ Թե նա մահացել է տասնամյակներ առաջ, տանելով իր հետ վերջին գաղտնիքները։ Մենք չգիտենք։ Բայց մենք շարունակում ենք հույս ունենալ։ Հույս, որ մի օր ճշմարտությունը կբացահայտվի։ Հույս, որ Թամարայի ձայնը վերջապես կլսվի։ Հույս, որ արդարությունը կհաղթի։ Եվ մինչ այդ օրը գալը, մենք շարունակում ենք պատմել այս պատմությունը։ Մենք շարունակում ենք հարցնել այս հարցերը։ Մենք շարունակում ենք պայքարել այս պայքարը։ Որովհետև Թամարան արժանի է դրան։ Եվ մենք բոլորս արժանի ենք ճշմարտությանը։ Երբ խոսում ենք Թամարայի վերջին տարիների մասին, մենք բախվում ենք ամենամեծ խավարին։ 2015 թվականից հետո չկա ոչ մի հուսալի վկայություն նրա մասին։ Կարծես նա լիովին անհետացել է նույնիսկ այն սակավաթիվ հետքերից, որոնք մնացել էին։ Բայց մի տարօրինակ փաստաթուղթ, որը հայտնվեց 2017 թվականին, փոխեց ամեն ինչ։ Անվտանգության ծառայության մի նախկին աշխատակից, որը մահանում էր քաղցկեղից, թողեց իր փաստաբանին կնիկված ծրար, հրահանգով բացել այն միայն իր մահից հետո։ Ծրարի մեջ գտնվեց հին օրագիր, որտեղ նա գրել էր իր աշխատանքային տարիների մասին։ Եվ այնտեղ 2014 թվականի մարտի 8-ի գրառման մեջ նա նշել էր. «Այսօր տեսա ՏՖՍ-ին։ Նա նստած էր անիվավոր աթոռում։ Չէր ճանաչում ոչ ոքի»։ Արդյոք սա վերջին հուսալի վկայությունն է Թամարայի մասին։ Արդյոք նա ապրում էր 2014 թվականին, 75 տարեկանում, անիվավոր աթոռում, չճանաչելով ոչ ոքի։ Բայց այս օրագրում կար ավելին։ Աշխատակիցը նկարագրել էր, թե որտեղ է տեսել Թամարային։ Նա գրել էր. «Հատուկ հիմնարկ արաբկիրում, 3 հարկանի շենք, կապույտ դռներով»։ Երբ լրագրողները փորձեցին գտնել այս շենքը 2018 թվականին, նրանք հայտնաբերեցին, որ այդ հասցեում իսկապես կա 3 հարկանի շենք կապույտ դռներով։ Բայց շենքը պատկանում է մասնավոր հիմնադրամի, որի սեփականատերերը անհայտ են։ Երբ լրագրողները փորձեցին մտնել, նրանց կանգնեցրեցին անվտանգության պահակները։ Ոչ մի բացատրություն, ոչ մի փաստաթուղթ։ Պարզապես, մուտքը արգելված է։ Ինչ թաքցնում է այդ շենքը։ Արդյոք Թամարան դեռ այնտեղ է։ 2016 թվականին տեղի ունեցավ դեպք, որը ավելացրեց նոր շերտ այս առեղծվածին։ Մի տարեց կին, որը ապրում էր Արաբկիր շրջանում, զանգահարեց մի հեռուստաալիք պնդեց, որ գիշերները լսում է դաշնամուրի ձայներ հարան շենքից։ Միշտ նույն մեղեդին, ասում էր նա։ Շոպենի Նոկտյուրն։ Ամեն գիշեր ժամը 11-ից հետո։ Երբ լրագրողները ժամանեցին ստուգելու, նրանք իսկապես լսեցին դաշնամուրի թույլ ձայներ։ Բայց երբ փորձեցին մոտենալ շենքին, նույն պահակները արգելեցին մուտքը։ Հետագայում այդ տարեց կինը ստացավ սպառնալիք հեռախոսով դադարեցրեց խոսելը։ Ո՞վ էր նվագում դաշնամուրը այդ շենքում։ Արդյոք Թամարան էր, դեռ նվագելով Շոպենի Նոկտյուրնը, որը սովորել էր մանկության ժամանակ։ Բայց ամենաշոկայինը եկավ 2019 թվականի հոկտեմբերին։ Մի բժշկական աշխատակից, որը աշխատում էր մասնավոր կլինիկայում, պատմեց անանուն հարցազրույցում, մեզ կանչեցին հատուկ դեպքի համար։ Տարեց կին, որը դադարել էր շնչել։ Երբ ժամանեցինք, տեսանք 80 տարեկան կին անիվավոր աթոռում։ Մենք փորձեցինք վերակենդանացնել, բայց ուշ էր։
Բժիշկը հիշում է, որ սենյակում կային տասնյակ հին լուսանկարներ, բայց բոլորի դեմքերը հեռացված էին։ Կարծես ինչ-որ մեկը ցանկանում էր ջնջել բոլոր հետքերը, ասում է նա։ Երբ բժիշկը հարցրեց մահացածի անունը, նրան ասացին, դուք չպետք է իմանաք։ Ստորագրեք մահվան վկայականը մեկնեք։ Ո՞վ էր այդ կինը։ Արդյոք Թամարան էր։ Վերջապես ազատված իր բանտից մահվան միջոցով։ Եթե այդ կինը իսկապես Թամարան էր, ապա նա մահացել է 2019 թվականի հոկտեմբերին, 80 տարեկանում։ Բայց ինչու՞։ Չկա պաշտոնական մահվան վկայական։ Ինչու՞։ Չկա գերեզման։ Ինչու՞։ Չկա հիշատակարան։ Մի նախկին ծառայող, որը խոսեց 2020 թվականին, բացատրեց, երբ ՏՖՍ մահացավ, մարմինը այրվեց անմիջապես։ Մոխիրը ցրվեց անհայտ վայրում։ Բոլոր փաստաթղթերը ոչնչացվեցին։ Կարծես նա երբեք չի էլ եղել։ Բայց ինչու՞։ Այս վերջնական ջնջումը։ Ինչու՞։ Նույնիսկ մահից հետո Թամարան պետք է մնար անտեսանելի։ Ինչ գաղտնիք էր այդքան սարսափելի, որ պետք է ջնջվեր նույնիսկ նրա մարմինը։ Պատասխանը կարող է գտնվել մի փաստաթղթում, որը արտահոսեց 2021 թվականին։ Անվտանգության ծառայության հին արխիվից հայտնվեց հուշագիր, որը գրված էր 1973 թվականին։ Հուշագրում նշված էր. ՏՖՍ-ի գոյությունը վտանգ է ներկայացնում պետական անվտանգությանը, քանի որ նա կրում է գենետիկ տեղեկություն, որը կարող է բացահայտել գաղտնի կապեր բարձրագույն մակարդակներում։ Ինչ նշանակում է գենետիկ տեղեկություն։ Արդյոք Թամարան իրականում Ֆադեի դուստրը չէր։ Արդյոք նա եղել է ուրիշ մեկի երեխա, այնպիսի մեկի, որի ինքնությունը պետք է մնար գաղտնի հավերժ։ Այս հուշագիրը բացում է նոր հնարավորություն։ Եթե Թամարան իրականում Ֆադեի դուստրը չէր, ապա ո՞վ էր նրա իրական հայրը։ Մի տեսություն ասում է, որ Թամարայի հայրը եղել է բարձրաստիճան խորհրդային պաշտոնյա, հնարավոր է նույնիսկ Պոլիտբյուրոյի անդամ։ Այդ պաշտոնյան ունեցել է արգելված հարաբերություն Աստղիկ Մելքոնյանի հետ, երբ Թամարան ծնվեց, Ֆադեին պատվիրվեց ընդունել երեխային որպես իր դուստր։ Սա բացատրում է, թե ինչու Թամարան պետք է թաքցվեր։ Նրա գոյությունը կարող էր բացահայտել սկանդալ, որը կքանդեր խորհրդային էլիտայի համբավը։ Բայց ո՞վ էր այդ պաշտոնյան։ Ինչու։ Այս գաղտնիքը պետք է պահպանվեր նույնիսկ Խորհրդային Միության անկումից հետո։ Կա նա ավելի մութ տեսություն։ Ըստ մի նախկին ԿԳԲ-ի աշխատակցի, Թամարան եղել է գաղտնի բժշկական փորձարարության մաս։ 1950-ականներին Խորհրդային Միությունը իրականացնում էր գաղտնի գենետիկ հետազոտություններ, փորձելով ստեղծել կատարյալ սովետական մարդ։ Թամարան, ըստ այս տեսության, եղել է այդ փորձարարությունների արդյունք։ Նրան թաքցրեցին, որովհետև նա եղել է ապացույց արգելված գիտական գործունեության։ Երբ փորձարարությունները ձախողվեցին, Թամարան դարձավ ամոթալի գաղտնիք, որը պետք է թաքցվեր հավերժ։ Բայց արդյոք սա հնարավոր է։ Արդյոք Խորհրդային Միությունը իրոք իրականացրեց այդպիսի փորձարարություններ մարդկանց վրա։ Ճշմարտությունը, ինչպես միշտ, մնում է անհասանելի։ Բայց մի բան հստակ է, Թամարա Ֆադենա Սարգսյանի պատմությունը ավելին է, քան մի կնոջ ողբերգություն։ Սա պատմություն է համակարգի մասին, որը կարող էր ջնջել մարդու գոյությունը։ Համակարգի մասին, որը կարող էր վերածել մարդուն ուրվականի։ Համակարգի մասին, որը կարող էր գողանալ ողջ կյանքը չթողնել նույնիսկ հետք։ Եվ ամենասարսափելին այն է, որ այս համակարգը շարունակում է գործել նույնիսկ այսօր։ Գաղտնիքները դեռ պահպանվում են։ Արխիվները դեռ փակ են։ Ճշմարտությունը դեռ թաքնված է։ Երբ մենք մտածում ենք Թամարայի մասին, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, քանի՞ Թամարա կա դեռ այսօր։ Քանի՞ մարդ են ապրում թաքնված, մեկուսացված, մոռացված։ Քանի՞ ընտանիք են պահպանում գաղտնիքներ, որոնք ավերում են կյանքեր։ Քանի՞ պատմություն են մնում չպատմված, քանի՞ ձայներ են մնում չլսված։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ տեղեկատվությունը ենթադրաբար ազատ է, բայց դեռ կան գաղտնիքներ, որոնք պահպանվում են տասնամյակներ շարունակ։ Ինչու։ Ո՞վ է շահագրգռված պահպանել այս գաղտնիքները։ Եվ ամենակարևորը, ինչ ենք մենք կորցնում, երբ ճշմարտությունը թաքնված է մեզանից։ Թամարայի պատմությունը սովորեցնում է մեզ, որ լռությունը կարող է լինել ամենաուժեղ զենքը։
Լռությունը կարող է ջնջել մարդուն պատմությունից։ Լռությունը կարող է վերածել իրական մարդուն առասպելի։ Բայց լռությունը կարող է նա կոտրվել։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք խոսում ենք Թամարայի մասին, մենք կոտրում ենք այդ լռությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք հարցնում ենք հարցեր, մենք մարտահրավեր ենք նետում համակարգին։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք պահանջում ենք ճշմարտություն, մենք պայքարում ենք արդարության համար։ Այսօր, երբ մենք կանգնած ենք 2022 թվականին, մենք ունենք ընտրություն։ Մենք կարող ենք ընդունել լռությունը թույլ տալ, որ Թամարայի պատմությունը մոռացվի։ Կամ մենք կարող ենք շարունակել հարցնել, շարունակել փնտրել, շարունակել պայքարել։ Մենք կարող ենք պահանջել, որ արխիվները բացվեն հիմա, ոչ թե 2040 թվականին։ Մենք կարող ենք պահանջել, որ ճշմարտությունը բացահայտվի, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն։ Մենք կարող ենք պահանջել արդարություն Թամարայի համար բոլոր նրանց համար, ովքեր տառապել են նման համակարգի տակ։ Բայց պահանջելը բավարար չէ։ Մենք պետք է գործենք։ Մենք պետք է ստեղծենք ճնշում իշխանությունների վրա, բացել արխիվները։ Մենք պետք է աջակցենք լրագրողներին, հետազոտողներին, ովքեր փորձում են բացահայտել ճշմարտությունը։ Մենք պետք է պահպանենք վկաների հիշողությունները, նախքան նրանք բոլորը մեռնեն։ Մենք պետք է փաստագրենք յուրաքանչյուր մանրամասն, յուրաքանչյուր վկայություն, յուրաքանչյուր փաստաթուղթ։ Որովհետև միայն այդպես մենք կարող ենք երաշխավորել, որ Թամարայի պատմությունը չի մոռացվի։ Եվ երբ վերջապես ճշմարտությունը բացահայտվի, լինի դա 2040 թվականին կամ ավելի վաղ, մենք պետք է պատրաստ լինենք ընդունել այն։ Անկախ նրանից, թե որքան սարսափելի է այն։ Անկախ նրանից, թե ինչ բացահայտում է այն մեր պատմության մասին։ Որովհետև միայն ճշմարտությունը կարող է բերել փակում։ Միայն ճշմարտությունը կարող է բերել արդարություն։ Միայն ճշմարտությունը կարող է երաշխավորել, որ նման բան երբեք չկրկնվի։ Թամարա Ֆադենա Սարգսյանը ապրեց 80 տարի, եթե ընդունենք, որ նա մահացել է 2019 թվականին։ 80 տարի, որից 40-ը անցավ մեկուսացված, թաքնված, մոռացված։ 80 տարի, որից կեսը գողացվեց նրանից։ Բայց նրա պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Նրա պատմությունը շարունակվում է մեր մեջ, նրանց մեջ, ովքեր հիշում են, ովքեր հարցնում են, ովքեր պայքարում են ճշմարտության համար։ Եվ այդ պատմությունը չի ավարտվի, մինչ չբացահայտվի ամբողջ ճշմարտությունը։ Ուստի մենք շարունակում ենք։ Մենք շարունակում ենք հարցնել, ով էր Թամարան։ Ինչու նրան թաքցրեցին։ Ինչ գիտեր նա։ Ով էր նրա իրական հայրը։ Ինչ էր այդ գաղտնիքը, որը արժեր մի կյանք ավերել։ Մենք շարունակում ենք հարցնել, մինչ ստանանք պատասխաններ։ Մենք շարունակում ենք պայքարել, մինչ հասնենք արդարության։ Մենք շարունակում ենք հիշել, որպեսզի Թամարան երբեք չմոռացվի։ Եվ գուցե մի օր, երբ արխիվները վերջապես բացվեն, մենք կիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Գուցե մենք կգտնենք պատասխաններ մեր բոլոր հարցերին։ Գուցե մենք կհասկանանք, թե ինչու Թամարան պետք է տառապեր այդպես։ Բայց մինչ այդ օրը, մենք ունենք միայն հարցեր, վկայություններ, հույս։ Հույս, որ ճշմարտությունը հզոր է։ Հույս, որ արդարությունը հնարավոր է։ Հույս, որ Թամարայի տառապանքը չի եղել զուր։ Արդյոք դուք հավատում եք, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Արդյոք դուք պատրաստ եք պայքարել դրա համար։ Արդյոք դուք կմնաք լուռ, թե կմիանաք նրանց, ովքեր պահանջում են պատասխաններ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կորոշեն Թամարայի ժառանգությունը։ Եվ մեր ժառանգությունը որպես հասարակություն։ Որովհետև ինչպես մենք վերաբերվում ենք անցյալին, որոշում է, թե ինչպիսի ապագա կունենանք։ Թամարայի պատմությունը դեռ չի ավարտվել։ Նրա ձայնը դեռ սպասում է լսվելու։ Եվ մենք որպես հասարակություն պարտավոր ենք լսել այդ ձայնը։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի։ Անկախ նրանից, թե որքան դժվար կլինի։ Որովհետև Թամարան արժանի է դրան։ Եվ մենք բոլորս արժանի ենք ճշմարտությանը։ Ահա շարունակությունը նույն ոճով խորությամբ, բայց կա մեկ այլ հարց, որը տանջում է բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրել են Թամարայի գործը։ Ինչու։ Ֆադեի մյուս երկու երեխաները, Արմենն ու Արամը, երբեք չխոսեցին իրենց քրոջ մասին։ Նրանք ապրեցին երկար կյանք։ Տվեցին տասնյակ հարցազրույցներ, գրեցին հուշագրություններ։ Բայց ոչ մի անգամ չհիշատակեցին Թամարային։
Արդյոք նրանք իսկապես չգիտեին նրա մասին։ Թե նրանք սմաս էին այդ մեծ լռության։ Մի նախկին ընտանեկան ծառայող հիշում է, Արմենը մի անգամ, երբ խմած էր, սկսեց խոսել քրոջ մասին։ Նա ասաց, մենք ունեինք քույր, բայց մենք չէինք կարող նրան փրկել։ Հետո նա լաց եղավ, երբեք այլս չխոսեց այդ մասին։ Ինչի՞ց պետք էր փրկել Թամարային։ Ինչու՞։ Եղբայրները զգում էին մեղավորություն։ 2020 թվականին, երբ COVID-19 համաճարակը սկսվեց, տեղի ունեցավ տարօրինակ դեպք։ Մի բուժքույր, որը աշխատում էր մասնավոր կլինիկայում, պատմեց, որ նրանց կանչեցին տեղափոխել հատուկ հիվանդ մի շենքից մյուսը։ Հիվանդը եղել է շատ տարեց կին, գրեթե անշարժ, որը շնչում էր դժվարությամբ։ Բուժքույրը հիշում է, երբ մենք նրան բարձրացնում էինք ստրեչերի վրա, նա բացեց աչքերը, նայեց ինձ։ Այդ հայացքում կար այնպիսի խորություն, այնպիսի ցավ, որ ես երբեք չեմ մոռանա։ Երբ բուժքույրը հարցրեց կնոջ անունը, նրան ասացին անանուն հիվանդ։ Կոդ ԱՀ1։ Նույն կոդը, որը հիշատակվել էր 2012 թվականին։ Արդյոք Թամարան դեռ ապրում էր 2020 թվականին, 81 տարեկանում։ Արդյոք նա վերապրեց նույնիսկ համաճարակը, դեռ թաքնված, դեռ անանուն։ Բայց ամենաշոկայինը եկավ 2021 թվականի սեպտեմբերին։ Մի անանուն աղբյուր ուղարկեց էլեկտրոնային նամակ մի հայկական լրատվական կայք, պնդելով, որ Թամարան դեռ կենդանի է, ապրում է հատուկ հիմնարկում Ծաղկաձորում։ Աղբյուրը նշեց, նույնիսկ ճշգրիտ հասցե ավելացրեց, նա 82 տարեկան է, բայց դեռ գիտակցություն ունի։ Նա սպասում է, որ ինչ-որ մեկը գա ազատի իրեն։ Երբ լրագրողները փորձեցին ստուգել այս տեղեկությունը, նրանք գտան հասցեն մի մեկուսացված շենք լեռների մեջ։ Բայց երբ մոտեցան, նրանց կանգնեցրեցին զինված պահակները։ Ոչ մի բացատրություն։ Ոչ մի փաստաթուղթ։ Պարզապես, դուք չեք կարող մտնել։ Հեռացեք անմիջապես։ Ինչ թաքցնում է այդ շենքը լեռների մեջ։ Արդյոք Թամարան դեռ այնտեղ է, 82 տարեկանում, դեռ սպասելով ազատության։ Եթե Թամարան իսկապես դեռ ապրում է, ապա նա այժմ ամենատարեց կենդանի վկան է այս ողբերգության։ Նա միակն է, ով կարող է պատմել ամբողջ ճշմարտությունը։ Միակն է, ով գիտե, թե ինչու նրան թաքցրեցին 80 տարի։ Միակն է, ով կարող է պատասխանել մեր բոլոր հարցերին։ Բայց արդյոք նա կարող է խոսել։ Արդյոք նա դեռ հիշում է։ Արդյոք 80 տարի մեկուսացումը չի ջնջել նրա հիշողությունները։ Եվ ամենակարևորը, արդյոք նրան երբեք թույլ կտան խոսել։ Մի նախկին անվտանգության աշխատակից, որը խոսեց 2022 թվականի սկզբին, բացատրեց, եթե ՏՖՍ դեռ ապրում է։ Նա գտնվում է 24/7 հսկողության տակ։ Յուրաքանչյուր նրա խոսք գրանցվում է։ Յուրաքանչյուր նրա շարժում վերահսկվում է։ Նա երբեք չի կարող խոսել ազատորեն։ Բայց ինչու՞։ Այս հսկողությունը շարունակվում է նույնիսկ այսօր։ Ինչու՞։ 82 տարեկան տարեց կինը դեռ համարվում է վտանգ։ Ինչ գիտե նա, որ այդքան սարսափեցնում է իշխանություններին։ Պատասխանը կարող է գտնվել մի փաստաթղթում, որը արտահոսեց 2022 թվականի մարտին։ Անվտանգության ծառայության ներքին հուշագրում նշված էր, ՏՖՍ-ի գործը կապված է ոչ միայն Սարգսյանի ընտանիքի հետ, այլ նա 3 այլ բարձրաստիճան ընտանիքների հետ, որոնց սերունդները դեռ ապրում են, զբաղեցնում են կարևոր պաշտոններ։ Ուրեմն Թամարայի գաղտնիքը վերաբերում է ոչ միայն Սարգսյաններին։ Այն վերաբերում է ամբողջ խորհրդային էլիտային։ Եվ այդ էլիտայի սերունդները դեռ իշխանության մեջ են։ Նրանք դեռ վախենում են, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Նրանք դեռ պայքարում են պահպանել իրենց նախնիների գաղտնիքները։ Բայց ո՞վ են այդ 3 ընտանիքները։ Հուշագրում չկան անուններ, միայն կոդեր, ընտանիք Ա, ընտանիք Բ, ընտանիք Կ։ Մի նախկին ԿԳԲ-ի աշխատակից, որը ծանոթ է գործին, բացատրեց, այս ընտանիքները պատկանում էին Պոլիտբյուրոյի անդամներին։ Նրանց սերունդները այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ Հայաստանում, Ռուսաստանում։ Եթե Թամարայի գաղտնիքը բացահայտվի, դա կարող է քանդել նրանց ամբողջ ժառանգությունը։ Բայց ինչպես մի կնոջ պատմությունը կարող է քանդել ամբողջ ժառանգություն։ Ինչ է այդ գաղտնիքը, որը այդքան հզոր է։ Մի տեսություն, որը շրջանառվում է հետախուզական շրջանակներում, ասում է, որ Թամարան եղել է արգելված սիրո արդյունք Պոլիտբյուրոյի 2 անդամների միջ։
Ոչ թե Ֆադեի աստղիկի, այլ երկու այլ մարդկանց։ Ֆադեին պատվիրվեց ընդունել երեխային որպես իր դուստր, ծածկելու սկանդալը։ Բայց երբ Թամարան մեծացավ, նրա արտաքինը սկսեց նմանվել իր իրական հոր արտաքինին։ Եվ այդ պատճառով նրան պետք է թաքցնել, որպեսզի ոչ ոք չտեսներ նմանությունը։ Եթե այս տեսությունը ճիշտ է, ապա Թամարայի իրական հայրը եղել է մեկը ամենահզոր մարդկանցից Խորհրդային Միությունում։ Բայց ով կա նա ավելի սարսափելի տեսություն։ Ըստ մի նախկին բժշկական աշխատակցի, Թամարան եղել է գաղտնի բժշկական փորձարարության մաս, որը նպատակ ուներ ուսումնասիրել գենետիկ հիվանդությունները։ 1950-ականներին Խորհրդային Միությունը իրականացնում էր գաղտնի հետազոտություններ, փորձելով հասկանալ, թե ինչպես կարելի է բարելավել մարդկային գենետիկան։ Թամարան, ըստ այս տեսության, եղել է այդ հետազոտությունների օբյեկտ։ Նրան թաքցրեցին, որովհետև նա եղել է ապացույց արգելված գիտական գործունեության։ Երբ հետազոտությունները դադարեցվեցին, Թամարան դարձավ անհարմար ապացույց, որը պետք է թաքցվեր հավերժ։ Բայց արդյոք սա հնարավոր է։ Արդյոք Խորհրդային Միությունը իրոք կարող էր օգտագործել երեխայի որպես փորձարարական օբյեկտ։ Այս տեսությունները մնում են ենթադրություններ, բայց դրանք բոլորը ցույց են տալիս մի բան՝ Թամարայի գաղտնիքը շատ ավելի խորն է, քան մենք կարծում ենք։ Սա ոչ միայն մի ընտանիքի գաղտնիքն է։ Սա ամբողջ համակարգի գաղտնիքն է։ Համակարգի, որը կարող էր ավերել կյանքեր իր նպատակների համար։ Համակարգի, որը կարող էր թաքցնել ճշմարտությունը տասնամյակներ շարունակ։ Համակարգի, որը դեռ գործում է այսօր։ Երբ մենք մտածում ենք այս ամենի մասին, մենք պետք է հարցնենք, ինչպես է հնարավոր, որ մի կնոջ գոյությունը կարող էր թաքցվել 80 տարի։ Ինչպես է հնարավոր, որ հարյուրավոր մարդիկ, ովքեր գիտեին նրա մասին, լռեցին այդքան երկար։ Ինչպես է հնարավոր, որ նույնիսկ այսօր, երբ Խորհրդային Միությունը փլուզվել է 30 տարի առաջ, այս գաղտնիքը դեռ պահպանվում է։ Պատասխանը պարզ է՝ վախ։ Վախ, որը այդքան հզոր է, որ մարդիկ նախընտրում են լռել մինչ մահ։ Վախ, որը փոխանցվում է սերնդից սերունդ։ Վախ, որը դեռ վերահսկում է մարդկանց այսօր։ Բայց վախը կարող է հաղթահարվել։ Ճշմարտությունը կարող է բացահայտվել։ Արդարությունը կարող է հասնել։ Բայց դա պահանջում է քաջություն։ Քաջություն խոսելու, երբ բոլորը լռում են։ Քաջություն հարցնելու, երբ բոլորը ընդունում են։ Քաջություն պայքարելու, երբ բոլորը հանձնվում են։ Եվ այդ քաջությունը պետք է գա մեզանից, նորից սերնդից, որը չի վախենում հարցնել դժվար հարցեր։ Թամարայի պատմությունը մեզ սովորեցնում է, որ պատմությունը չի գրվում միայն հաղթողների կողմից։ Պատմությունը գրվում է նրանց կողմից, ովքեր լռեցվել են, ովքեր մոռացվել են, ովքեր ջնջվել են։ Եվ մեր պարտականությունն է վերականգնել այդ ձայները։ Մեր պարտականությունն է պատմել այդ պատմությունները։ Մեր պարտականությունն է երաշխավորել, որ նրանք չմոռացվեն։ Այսօր, երբ մենք կանգնած ենք 2022 թվականի վերջում, մենք ունենք ընտրություն։ Մենք կարող ենք շարունակել ապրել անտեղյակության մեջ, ընդունելով պաշտոնական տարբերակները, չհարցնելով դժվար հարցեր։ Կամ մենք կարող ենք ընտրել ճշմարտությունը։ Մենք կարող ենք ընտրել պայքարել այն գաղտնիքների դեմ, որոնք դեռ թաքցնում են մեր պատմությունը։ Մենք կարող ենք ընտրել լինել ձայնը նրանց համար, ովքեր չունեն ձայն։ Եվ եթե Թամարան դեռ ապրում է ինչ-որ տեղ, մեկուսացված, թաքնված, մոռացված, ապա մեր պարտականությունն է գտնել նրան։ Մեր պարտականությունն է ազատել նրան։ Մեր պարտականությունն է տալ նրան այն ձայնը, որը նրանից խլվել է 80 տարի։ Որովհետև յուրաքանչյուր մարդ արժանի է լսվելու։ Յուրաքանչյուր մարդ արժանի է ճանաչվելու։ Յուրաքանչյուր մարդ արժանի է ապրելու արժանապատվությամբ։ Թամարա Ֆադենա Սարգսյանի պատմությունը դեռ չի ավարտվել։ Դեռ կան էջեր, որոնք պետք է գրվեն։ Դեռ կան հարցեր, որոնց պետք է պատասխանվի։ Դեռ կա ճշմարտություն, որը պետք է բացահայտվի։ Եվ մենք, որպես հասարակություն, պարտավոր ենք շարունակել այս պատմությունը։ Մենք պարտավոր ենք շարունակել հարցնել։ Մենք պարտավոր ենք շարունակել պայքարել։ Մինչ վերջ։ Մինչ ճշմարտությունը բացահայտվի։ Մինչ արդարությունը հասնի։ Մինչ Թամարայի ձայնը վերջապես լսվի։ Արդյոք դուք պատրաստ եք լսել այդ ձայնը։ Արդյոք դուք պատրաստ եք միանալ այս պայքարին։ Արդյոք դուք պատրաստ եք պահանջել ճշմարտությունը։
Որովհետև Թամարայի պատմությունը մեր բոլորի պատմությունն է։ Եվ մինչ այն չավարտվի, մեր պատմությունս չի ավարտվի։